Հռիփսիմե Ասատրյան մեր բանաստեղծության ամենից հետաքրքիր դեմքերից մեկը, որը շատ բնական ճանապարհով մտել է գրականություն եւ այստեղ բացում է իր արահետը։ Սա շատ գնահատելի է։ Երիտասարդ հեղինակը ինքն իր համար ճանապարհ է բացում եւ իր ասելիքը նոր է եւ իր բովանդակությունը նոր է։ Փորձեմ ձեզ ներկայացնել իր բանաստեղծական ոճի յուրահատկությունը։ Նա Նեմրութի գագաթներից երկիր է իջեցնում հայոց աստվածներին եւ ասում է եկեք հայոց աստվածներ դղրդալով քայլեք հողիս վրա ու թող ձեր հուշկու քայլվածքը ձեր ձայնը զորեղ արթնացնի մեր մեջ մեր հին ոգին հայկական այս է մտածում բանաստեղծը եւ շատ բնական եմ համարում երբ իր նոր գործերի մեջ հատկապես նոր գրքից մի հատված պիտի ձեզ կարդամ որը հիմա գրողներություն տպագրության է պատրաստել բանաստեղծություն որտեղ ներկա է Գարեգին Նժդեհը Նժդեհն ինձ ասաց երբ ելնես մի օր դու մեծ պայքարի կյանքդ մի դարձրու զուտ գոյի կռիվ քո գոյից բարձր գաղափարների պերճանքը վսեմ հոգուտ մեջ կրիր ուստի ձուրիր դու պողպատը ժայռից ու զենքեր կռիր ու հոգի ամուր խուստուփին հավետ թող արծիվ թառի իր կցին առած հայոց արշալույս շատ շնորհակալ եմ Սերի Հռիփսիմե Ասատրյանին այս խոհերի համար, որոնք նորություն են մեր ժամանակակից գրականության մեջ, անասելիք, դատարկ խոսքի, անասելիք պոեզիայի, անտիպոեզիայի այս մթնոլորտի մեջ, ահա երիտասարդ հեղինակը բերում է նոր ոճի, նոր ոճ, որը անպայման կգնահատվի եւ արդեն իսկ բարձրորեն գնահատվում է գրականության մասնագետների կողմից։